Աբովյան, որ ասում եմ, ես Հայաստան աշխարհն եմ պատկերացնում եւ եթե ճիշտ արտահայտվեմ, այլևս ոչ մի քաղաքում չեմ կարող ես բնակվել։ Դա իմ փոքրիկ դրախտ Հայաստանն է։ Գոնե մի անգամ եղեք Հայաստանում, տեսեք Հայաստանի բնությունը, ըմբոշխնեք, վայելեք այդ բնությունը, այնքան պատմական մեծ անցյալ ունենք, որ թաքնված է Հայաստանում եւ ոչ մեկի ծանոթ չի։ Եկեք եւ բացեք ձեր աչքերը ու մեզ հարստացրեք ձրանով։ Աբովյանը համարվում է Երևան քաղաքի արբանյակը եւ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը Հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը։ Աբովյանը երբեմն անվանում են Երևանի հյուսիսային դարպաս, նախորդ շրջանում կոչվել է Դարանի եւ Աբովյանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1963 թվականին։ Աբովյան քաղաքը ծաղկունք է ապրում եւ գրանցվում են ամեն ամիս ու տարի նորանոր հաջողություններ, ի շնորհիվ համայնքի ղեկավարի։ Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է Էդուարդ Բաբայանը, ով ջանք ու եռաչի խնամ համայնքի բարելավման եւ աբովյանցիների բարեկեցիկ ապրելակերպի համար։ Աբովյանում մեծ սիրով հյուրընկալեց Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ով մի գավաթ սուրճի շուրջ մեզ պատմեց համայնքի հին ու նոր պատմությունների մասին եւ իհարկե ներկայացրեց հետաքրքիր նորություններ։ Դեք Աբովյանը բազմաշերտ է, ինքը իր մեջ պարունակում է եւ Հայաստանի Հանրապետության եւ պատմական Հայաստանի զարգացման բոլոր շերտերը, ինքը ժամանակին մաս է կազմել պատմական Այրարատ նահանգի Կոտայք գավառի։ Արդեն պատկերացրեցիք, որ ինքը իր մեջ ամբողջացնում է, պարունակում է մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքը եւ բնակչությունը ինքը մերթ համալրվել է պատմական Հայաստանի տարբեր վայրերից եկած բնակիչներով։ Գույները բավականին խիտ են, գույները բավականին գեղեցիկ են եւ ընդ որում ապրելը բավականին հաճելի։ Քանի դեռ մեր քաղաքին համոհոտ տված ավագ սերնդի ներկայացուցիչները կան, դա մեր հարստությունն է։ Աբովյան համայնքում ընդհանուր առմամբ մեր այցելողը կարող է տեսնել ավելի քան 500 պատմության եւ մշակույթի արժեքների ցանկում ներառված եկեղեցիներ ու վանքեր։ Աբովյանում ծնված եւ մեծացած յուրաքանչյուր մարդ ըստ իր նախասիրության կարող է իր մտքերի, զգացմունքների հետ մենակ մնալ իր նախասիրած վայրերում։ Ես ինքս անձամբ եկեղեցու բակ եմ գնում կամ Հովանես Մկրտիչ կամ Սուրբ Ստեփանոս։ Այնտեղ մի տեսակ խաղաղությունը ավելի շատ է։ Մեր շրջագայությունը մեկնարկեց եւ առաջին կանգառը եղավ համայնքի կարևոր հոգեվոր կառույցներից Սուրբ Ստեփանոս եկեղեցիում։ Եկեղեցին վերանորոգվել է 2010 թվականի սկզբին։ Եկեղեցու հոգևոր հովիվն էր Տեր Մաշտոց քահանա Բաբայանը։ Որպես հոգևորական ես Աբովյանի այցեքարտ կասեմ Աբովյանի երկու եկեղեցիները։
Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը գեղեցիկ է իր հնությամբ, մեր թեմի փաստաթղթերում եկեղեցին գրանցված է 16-17-րդ դարերի եկեղեցի։ Եվ Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որ գեղեցիկ է արդեն իր գեղեցկությամբ։ Այսօր Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցին է Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Իսկ Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցին իհարկե այս տարածաշրջանում մեր Աբովյան քաղաքում հին եկեղեցին է։ Մեզ զրույցից մեզ պարզ դարձավ, որ ամենանախնդրի վայրն է հոգևոր տունը։ Աբովյան քաղաքի պարագային այս երկու եկեղեցիները։ Իհարկե ես հորդորս կլինի որպես հոգևորական մեր ժողովրդին հավատարիմ մնալ այդ ժառանգությանը, որովհետև ի վերջո այդ ժառանգությունն է, որ մեզ Տեր է դարձնելու եւ մեր հոգևոր եւ ազգային արժեքներին։ Ի վերջո սրանք են, որ մեզ մեր հավիտենական տունն են տանելու երկնքի արքայություն։ Եկեղեցին հենց այս օջախն է, որ մարդուն առաջնորդում է դեպի Աստծո արքայություն։ Աբովյանում շրջագայության քարտեզը գծելիս նախընտրելի է սկսել մշակութային կենտրոններից, որի մասին փաստեց Աբովյանում երկար տարիներ բնակվող, քաղաքի հանրության կողմից ճանաչված եւ բարձր գնահատանքի արժանացած գեղանկարիչը։ Իմ ընկերներից մեկը գրող, բավականին հանրաճանաչ գրող, այստեղ նստած ենք, երևի սուրճի շուրջ, տենց ասեմ։ Վերջը խոսում ուզում եք, մեկ ես այս մի հատ ֆրազա ասում, լսի, ասում եմ, մոտանես տպավորությունը, որ սկզբից եղել է այս արվեստանոցը, չասում, սկզբից եղել ես դու, հետո եղել է այս արվեստանոցը, հետո իր շուրջը սարքել են Աբովյան քաղաքը։ Ասում եք, կենտրոնը ոնց որ էս լինի, որտեղ մի շրջան այստեղ իսկապես բաներ, անընդհատ հավաքների, բաների, то есть Կարուսեին Աբովյան ուղիղ ստե։ Մշակույթը, արվեստը ձևավորվում է մեծ քաղաքներում, նորարարությունը, քայլերը, բայց ազգը իր պահպանողականությունը, իր նմուշը միշտ պահում է ծայրամասերում։ Մի եկեղեցի կա, որը նախկինում եղել է Ուրարտական շրջանի Միջնաբերդ։ Այդ Միջնաբերդը 1800-ականների վերջին մի գերմանացի հետազոտող այցելում, եվրոպացի, ոնց որ գերմանացի էր, որը այդ սեպակարը տենում է, սեպագիր արձանագրությունը նկարում է ամբողջը, վերցանում են, որ ես Արգիշտից եկա, ոնց որ մոտարպես Երևանը, նույնիսկ այստեղ ու հիմնեցի Էլլար Տարանի ամրոցը։ 60-ականներին խորհրդային մեր շինարարները տենում են սիրուն տաշած քարա, էդի դնում ջարդրտում են, տանում են, օգտագործում են, եսի ինչ են անում։ Հետո այս հայտարարք բան, անգրագետ ժողովուրդ։ Вообще ինչ է եղավ արդյունքում գտան այդ բանը, սեպագիրը, վերականգնեցին, դա անձնագիրն է մեր քաղաքի։ Աբովյանի անձնագիրը տվել է Արգիշտի արքան։ Այստեղ մենք թանգարան ունենք, բակում դրած է այդ սեպագիր քարը։ Մեր շրջագայությունը շարունակվեց եւ շարունակեցինք բացահայտել չբացահայտված թերևս մեզ համար Աբովյանը։ Եվ մեզ սպասում էր այցելություն համայնքի որևէ գյուղ ծանոթանալու նաեւ գյուղական կոլորիտի հետ։ Մենք կանգ առանք Գետաշեն գյուղում։ Գետաշեն գյուղը համարվում է Աբովյան համայնքի այսպես ամենաբարձր լեռնային գյուղը կամ նախալեռնային գյուղը, դա նշանակում է, որ գյուղից հետո սկսում է Գեղամա լեռնավահանը, որի թագնուպսակն է համարվում Աշդահակ լեռը 3600 մետր ծովի մակարդակից բարձրությամբ եւ հրաբխային մյուս լեռները իրանց խառնարանային կոներով եւ խառնարանային լճերով։ Հենց դա էլ գրավում է տեղացի եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին, որոնք որ տարվա մեջ հունիսից մինչև հոկտեմբեր
հազարներով գալիս են եւ բարձրանում են, վայելում են Գեղամալերների գեղեցկությունը։ Մենք առաջարկում ենք Գեղաշենում մեկօրյա հետաքրքիր զբոսանք, որը ներառում է մեղուների թանգարանը, որը տեսակի մեջ եզակի է, ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում։ Առաջարկում ենք գյուղի 19-րդ դարի եկեղեցին, վիշապաքարը Քրիստոսից առաջ երկրորդից առաջի հազարամյակ, Ծատուրաշեն Կիկլոպյան Բերտ ամրոցը, Կապուտ խաչը 10-րդ դարի։ Հնարավորություն կա մասնակցել գյուղական կյանքին, ինչպես ասացիք, լավաշի թխման, գաթայի թխման process-ին մասնակցել։ Գյուղում ունենք հյուրատուն, որը համարվում է Աժդահակ լեռան բազային ճամբարը Գեղաշենում, դա Աժդահակ հյուրատունն է։ Շարունակելով շրջագայությունը, նաև բացահայտեցինք, որ Աբովյան համայնքում կազմակերպվում են ավանդական էքսպոներ, եւ հենց այստեղ մեզ համար սկսվեցին նորանոր բացահայտումներ։ Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց հրապարակում մեկնարկել էր Աբովյան էքսպոն։ Եվ տեղեկացանք, որ ցուցահանդես հյուրասիրությանը մասնակցում են Աբովյան համայնքում արտադրական գործունեության իրականացնող շատ ընկերություններ։ Մեր աչքից չվրիպեց շատ հետաքրքիր անվանումով ընկերություն՝ Տատիկի բաղադրատոմս։ Չէին կարող մեր շրջագայության ընթացքում կանգ չառնել շատ հայտնի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի եւ մշակույթի համալիրի կենտրոնում։ Շրջելով համալիրով մենք հասկացանք, որ աշխատասեր մարզիչների ֆիզիկական դաստիարակության շնորհիվ գրեթե բոլոր մարզաձևերում կրթվում եւ դաստիարակվում են շնորհալի մարզիկներ։ Եվ նաև բացահայտեցինք, որ յուրաքանչյուր մշակութային միջոցառումների ընթացքում փայլում են առաջնահերթ հենց սաները։ Վերջում մենք կարող ենք փաստել, որ պարզապես ճանապարհորդելը բավականին ձանձրալի է, բայց երբ այն նպատակ ունի, կրթում է, բավականություն է պատճառում, բացահայտելով չբացահայտվածը։